Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս աղմկահարույց հայտարարություններից մեկ ամիս անց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2 միջնորդագրերով կմտնի ազգային ժողով։ Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի եւ քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար 76 եւ 66 էջից բաղկացած միջնորդագրերի համաձայն Սերյան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը, ինչից հետո առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել եւ դադարեցրել իր հայտարարագրում։ Սերյան Օհանյանը հողատարածքն իր կողմից զավթված լինելու եւ դրա վրա առանց կառուցապատման իրավունքի, ապօրինի, իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող եւ դրանցով ողջամթորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար դրամ արժողությամբ շենք-շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է իր հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության եւ կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին։ Արդյունքում 2017 թվականին կնքվել է պայմանագիր եւ այդ կերպ ապահովվել է Օհանյանի կողմից անշարժ գույքի հետագա անխոչնդոտ տիրապետումն ու օգտագործումը։ Ըստ դատախազության միջնորդագրի Արծվիկ Մինասյանն էլ 2016-ից 18 թվականներին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը միջոցներ չի ձեռնարկել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու եւ համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցառումների կիրառումն ապահովելու ուղղությամբ։ Օհանյանը եւ Մինասյանը գործընթացը շոու են որակում։ Ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Գլխավոր դատախազը հերթական անգամ ոտնահարելով սահմանադրությունն ու օրենքները իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր համաձայնությունների կատարմանը։ Փաշինյանն ու Ալիևը գործում են համադրված, ապահովելով Բաքվում եւ Երևանում բեմադրված էժանագին շոուներ։ Ակնհայտ է, որ սրանց հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է իրենց իսկ ձեռամբ ստեղծած հայոց պետականությանը սպառնացող վտանգներից։ Իշխող ուժի ներկայացուցիչները մինչդեռ որակումներ տալուց առաջ հորդորում են սպասել Վարդապետյանի ելույթին։ Դատախազը գալիս է ըստ էության ազգային ժողով, որպեսզի ստանա այդ դրական ձայները կողմ, որպեսզի տրամաբանական շարունակություն հաջորդի։ Անձը չի ենթադրում այս process-ը, անձին ազատազրկելու process սկսել։ Սա ենթադրում է այն ինչի համար եկել է դատախազը թույլ տանք շարունակել, առնվազն սկսել կամ շարունակել այն քեյսերով, որոնցով եկել է։ Հայաստան խմբակցությունը սակայն վստահ է, ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Քաղաքական շոուն շարունակում են, իրենք հանրության առաջ հրամցնում են թեմաներ, որոնց շուրջ կգնան հանրության քննարկումներ, իրենք ելույթներ կունենան եւ հանրության ուշադրությունը կշեղեն շատ կարևոր հիմնահարցերից, որ այսօր մեր որպես մարտահրավեր մեր երկրի առաջ կանգնած է։ Կառավարություն ազգային ժողով վերջին աղմկահարույց հարցուպատասխանի ժամանակ միայն հայտարարություններ չէ, որ լսվեցին։ Բորբոքված Փաշինյանն ընդդիմությանը նաև զգուշացումներ արեց։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը, որ մամուլի առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Այս սպառնալիքն ուղղված էր հենց Սերյան Օհանյանին, ինչից փաստացի մեկ ամիս անց հաջորդեց դատախազի միջնորդագիրը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը սա ուղիղ հրահանգ է որակում։ Հրահանգը փաստացի հնչել է ազգային ժողովի ամբիոնից։ Անքննելի անգամ, որ ազգային ժողովի ամբիոնը վարչապետը օգտագործեց հանրայնորեն, ինչու արեց դա հանրային, դա էլ է շատ կարևոր։ Այն որ փակ դռների հետևում այդպիսի հրահանգ հնչում է, ինձ համար կասկածից դուրս է, որտեղ եթե ինքը արդեն գալիս է հանրային հարթակ, դա նշանակում է փակ դռների հետևում 100% այդ հրահանգները եղել են։ Կարապետյանցը միաժամանակ ընդգծում է, այնպես չէ, որ նախկին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները լիովին անմեղ են։ Ասել, որ հիմքեր չկան քրեական հետապնդում իրականացնելու, մեղմ ասած այդքան էլ ազնիվ չի լինի, որովհետև օդում պտտվող լուրերի համաձայն մենք բոլորս գրեթե տեղեկացված ենք, թե որ քաղաքապետը, որ նախարարը, որ, չգիտեմ, տարբեր պաշտոնյան ինչ հնարավորությունների, անսահման հնարավորությունների տերմարտիկ են եղել ու ինչ տեսակի հանցանքներ ու զանցանքներ են գործել։ Հունիսի 7-ին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակեց 2026 թվականին սպասվող համապետական ընտրության օրը, ուղիղ 1 տարի անց։ Հնարավոր է, որ սա էլ քաղաքական քարոզարշավի մի մասն է կազմում։
Heç կապ չունի ընտրական process-ի, այսինքն համակարգը ներդրվել են, այս բոլոր համակարգերը ներդրվել են իրենց երակներով, որպեսզի ծառայեն իրենց նպատակին։ Սա ոչ մի կերպ ես չեմ կարողանում ասոցացնել ընտրական process-ների հետ, որը ինչ որ մի չափով, այսպես ասած, ավել քվեներ կգեներացնի կամ ռեյտինգ բարձրացնելու միջոց կդառնա։ Սեյրան Օհանյանն այս պահին անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Գլխավոր դատախազությունը պատգամավորից եւ նրա ընտանիքից պահանջում է բռնագանձել Lexus Magnishi ավտոմեքենա, խոշոր անշարժ գույքեր Երևանի կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցում, Վահագնի թաղամասում, զավթված 1 հեկտար ափամերձ տարածք Սևանա լճի մերձակայքում, ինչպես նաև 1 միլիարդ 78 միլիոն դրամ։ Օհանյանն այս պահին անցնում է նաև մարտի 1-ի վերաբացված գործով։